Հարգելի հայրենագիստներ, գողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի քանի վայրկյաններեն պիտի սկսենք մեր այս ուղիաթեր ծառայությունը, ուրեմն կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, Facebook-ի վրա մեզ հետևորդներ գրնակ արդեն դարաձել ձեր Facebook-ային էջերու վրա։ Մենք այսօր պիտի սկսենք մեր սերտողությունը առաջին Գիրք առ Հովանու։ Ուրեմն մի քանի վայրկյանեն վերակտնենք իրար, կանչեցեք ձեր ընկեր բարեկամները եւ գշարունակենք այս մեր ուղիաթեր ծառայությունը։
խորհրդական հավիտենականության սքանչելի խորհրդական հավիտենականության աղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բացրե քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Եվ իրեն լա փառքը հիմա եւ միշտ եւ հավիտյան ամենագարող Աստծո շնորհքը խաղաղությունը սերը իր օրհնությունը թափիկով վրա Սուրբ Հոգիով որպես այսօր այս արիտի մեջ դու ավելի խորանաս Հիսուս Քրիստոսի մոդենաս Տիրոջը սորվիս իր խոսքը քայլես արդարությամբ շտկես քո կյանքդ սպասես քալստյանը եւ պատրաստվես հավիտենական կյանքը ապրելու նոր երկրի եւ նոր երկինքի մեջ իրեն լա փառք այո Տեր Հիսուս Քրիստոս իր կյանքը տվավ որովհետեւ ամեն մեղք մաքրվի ամեն կապվածություն քանթվի ամեն հիվանդություն բժշկվի որովհետեւ մարդը կարողանա հորը հետ միապանված արդարությամբ եւ սրբությամբ ապրի այս գարջ կյանքը որուն մեջ մի քանի տարի եւս ունի Դերը օրտնելով օրտնե քեզ որբեսի սիրելի քույր եղբայր հայրենագից այս բահերը որ միասին պիտանցնենք իր խոսքի զորությամբ դու կարողանաս այսօր քիչ ավելի դիրոջ մեջ ավելի ճշմարտության մեջ ավելի արդարությամբ քո աղոթքդ զորանա քո հոգիդ դիրոջ ներկայությունը վայելե քո անձը այս աշխարհի կապվածությունն քանթված զադված անչադված երկնքի կապվի այս պիտելայմ մաղթանքը եւ իմ աղոթքը քեզի համար երկինքն ու երկիրը պիտանցնին մեր գազམ་ագերբությունները մեր մարտաշեն եկեղեցիները մեր ծառայությունները բոլորը պիտանցնին ինչ պիտի մնա Տիրոջ խոսքը քո հարաբերությունը իր հետ եւ իր Սուրբ Հոգիի ներկործությունը քո ամեն օրվա կյանքիդ մեջ ամեն օրվա կյանքիդ մեջ եթե այսօր Աստված քեզ եւ ինձ կյանք տվավ որբեսի դու հասկանաս որ այսօր Աստված որոշած է քեզի համար եւ քեզմով մեծ գործեր կատարել եւ անորմալ մենք փառք ունենք Տիրոջը օրտնյալը լա մեր դերը բարի եկաք սիրելի քույր եղբայրներ տարբեր տեղերեն որ գմիանակ մեզ Facebook-ով հետևողներ կրնակ տարածել ձեր ընկերներուն բարեկամներուն Facebook-ային էջերուն վրա որովհետեւ շատեր միանան մեզ ICF-ն Լոս Անջելեսեն գողջունենք դերը օրտնե բոլորիս մեր հայ ասկը ուր որ է եթե այսօրվա մեր
սերդողությունը, այդ այսօրվա մեր այս ծառայությունը օգուտ պիտենե մի քանի հոգիներուն փառք Աստծոն համար։ Մենք գցանենք եւ գիտեմ, որ օրը դերը պիտի հնցե։ Աջեցնողը դերն է, Սուրբ Հոգիով, քո կյանքդ պիտի տեսնես բդուղները եւ օրը դերը ինքը պիտի կա։ Եվ դուն եւ ես բոլորս իր առջև պիտենք։ Միջ այդ ունենք ժամանակ մաքրվելու, շտկվելու եւ Տիրոջ խոսքին համաձայն ապրելու, մեր կյանքին նպատակը ապրելու մեկ խոսքով։ Այն բանի համար, որ դու ստեղծվեցար եւ այն բանի համար, որ Աստված քեզ կյանք տվավ այսօր, որովհետեւ դու ապրիս այն նպատակին համար։ Բարաբի չանցնենք մեր օրերը։ Հալելույա։ Օրհնյալը լադերը։ Մի քանի վայրկյան հետո մենք պիտի սկսենք սերդել առաջին գիրք առ Հովաննու եւ պիտի փորձենք այս գիրքը սերդել մի քանի շաբաթներով։ Ամեն։ Տերը օրհն է։ Սաղմոս 88-ն մի քանի համարներ։ Ավասիկ աղոթք։ Ամեն օր քեզի աղաղագեցի ով դեր։ Ցերկերս քեզի երգնցուցի։ Միթե մերելներուն համար պիտի անես։ Միան մետերներուն ներողություն, միթե մերելներուն համար հրաշք պիտի անես։ Միթե մերածները պիտի ելնեն ու քեզ քովեն։ Միթե գբատմվի քո ողորմությունդ քերեզմանին մեջ ու քո ճշմարտությունդ կորստյան մեջ։ Միթե գջանցվին քո հրաշքներդ խավարին մեջ ու քո արդարությունդ մոռացված երկրին մեջ։ Բայց ես ով դեր քեզի աղաղեցի ու իմ աղոթքս արդուն քու արջևդ պիտի ելնե։ Սիրելի քուրիախբերները հավասիկ գողքի Սաղմոսն է։ Այստեղ մեր Սաղմոս 2-ն գսե ես քեզ հիմա պետք ունիմ դեր։ Ես քեզ հիմա գաղութեմ, հիմա որ ես կապրիմ։ Այսօր որ ես նեղությունները կանցնիմ, դժվարությունները կանցնիմ, ես այսօրը իմ համար կարևոր։ Աբական չէ։ Մերելները գսե պիտի չի պատվեն քեզ։ Մեկ խոսքով մերնել են վերջ ուշ է։ Ես հիմա պետք ունիմ քեզ դեր։ Ես հիմա պետք ունիմ եւ ես հիմա գուքամ քո առջև աղոտ կնելու։ Եվ երբ աղոտ կնել գա այստեղ գա նաեւ հույս։ Հույս կա այսօրվա համար։ Քեզի եւ ինձի։ Հույս կա այսօրվա համար, որ Տերը իր էությունը, իր կորձը, իր հրաշքը պիտի կատարի քեզ հիմա որ դու կապրիս։ Այս օրն է փրկության օրը։ Այսօրն է այն օրը, որ Տերը ստեղծեց, որովհետեւ մենք ծնծանք եւ ուրախ լանք անոր մեջ։ Այսօր այն օրը, որ դու աղոթներդ պիտի բարձրացնես, այսօր այն օրը, որ դու պիտի աղոթես եւ փառապանես Տերը, այսօր այն օրը, որ դու պիտի վստահես Տիրոջը, այսօր է այն օրը, որ դու պիտի սպասես Տերոջ մի օրտություններ, աբակային մասին չէ, վաղվան մասին չէ, այսօր է, ես այսօր իմ ցերկերս քեզ կբարձրացնեմ, ես այսօր կաղաղեմ քեզ, մինչ ես շունչ ունիմ, հույս ունիմ։ Այս ասել գուզայս մի քանի համարները։ Մինչ մենք շունչ ունենք, հույս ունենք, ուրեմն հույսը չգդրես, ցերկերդ վարչարնես, վստահի Տիրոջը, շարունակե օրհնել Տիրոջը, շարունակե փառապանել Տիրոջը, շարունակե աղոթել եւ շարունակե հարադեվել Աստծո խոսքին մեջ։ Զգացումներուդ մի նայիր, դժվարություններուդ մի նայիր, այս օր է այն օրը, որ Տերը քեզ կյանք տվավ, որ այս օրվա մեջ դու տեսնես, դու սկաս, դու ապրիս, դու հասկնաս, դու փոխվիս։ Այո, մերնել են վերջ ուշ է։ Այս օր է, որ Տերը գուզե քեզ խոսիլ։ Ուրեմն ագանչդ բաց, սիրտդ բաց եւ ստացիր Տիրոջը։ Հալելույա, դեր գաղութենք այս ուղիեթերի ընթացքին, թող այս ուղիեթերի ընթացքին քո խոսքդ ազատագրե, բժշկե, մաքրե մարդկանց, որբեսի այսօր այս ուղիեթերի ընթացքին հրաշքներ տեսնեն, փոփոխություններ տեսնեն իրենց կյանքի մեջ, որբեսի դու պարավորվես երրորդության Աստված, որբեսի քեզ դրվի միայն փառքը, պատիվը, օրհնությունը, հիմա եւ միշտ Հավիդյանը Սավիդենից, օրհնյալ է մեր Տերը, հիմա եւ միշտ այո, ամեն Ամեն եւ ամեն Փառավորվի մեր Տերը։ Սիրելի քուրիախբարներ, հալելույա։ Ժամն է եկել, սիրելիներ, երգենք, օրհնենք, վստահենք Տիրոջը։ Բարի եկար հիմա ուր դեղեն որ մեզ գնանաս, ժամն է եկել, երգենք, օրհնենք, միապանվենք Տիրոջը։ Հալելույա։ Կանչեցեք ձեր ընկերները
այս պարապանության երկեն հետը, որ հիմա պիտի լսենք, մենք պիտի սկսենք սերդելու առաջին գիրք առ Հովաննու։ Բացեք սուրբ գիրքները, դեդերները, քրիչները եւ պատրաստվեցեք։ Ամեն այս երկեն վեճ կվերակտնենք իրար։ Իիսուսն է Տերը մեր և կյանքը
կյանքը մեր Այո, ամեն։ Հիսուսն է մեր կյանքը եւ մեր կյանքին նպատակը։ Իրենը լամիշտ փառք Հավիդյանս Հավիդենից, հալելույա, ամեն եւ ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, ավասիկ կսկսենք նոր սերդողություն, առաջին ընդհանրական թուղթ Հովանու։ Եվ պիտի սկսենք այս սերդողությունը մի քանի շաբաթներ պիտի դեպի վստահ։ Ամենատեբս դեր օրդն է, որ մենք իր խոսքին առաջնենք, իր խոսքը գսիրենք, կփորձենք իր խոսքը մեկնել, կփորձենք իր խոսքը ապրիլ, կփորձենք իր օգնությամբ իր խոսքին համաձայն մտածել, իր խոսքին համաձայն շարժվել եւ ապրիլ մեր ամենօրվա կյանքի մեջ։ Կփորձենք գսենք, քանի որ հետո տեսնենք, որ կան դժվարություններ մեր կյանքի մեջ, կան արգելքներ, կան մեղքեր, կան մարդկային բնավորություններ, որոնք այս բոլորը արգելք են։ Բայց երբ որ մեկը վերստին կծնվի եւ երբ որ մեկը Սուրբ Հոգին կստանա, անժամանակ Սուրբ Հոգի օգնությամբ այդ մարդը գնալ կամաց Քրիստոսի բես, Քրիստոսի գործերը, Քրիստոսի նման ապրիլ այս աշխարհի մեջ։ Ամեն։ Իրեն լապարկ։ Ուրեմն քույր եղբայրներ, առաջին Կիրկար Հովանու, ուրեմն գիտեք 3 այս ավետարանիչ Հովանուն է որ գրած է, ավետարան Հովանուն գա եւ Կիրկ Հովանուն գա։ Ավետարան Հովանուն ունինք ավետարաններուն մեջ եւ Կիրկար Հովանու նոր գդագարանի մեջ 3 կիրք է, 1, 2, 3 Հովանու կիրքն է, որ պիտի սերդենք այսօր։ Առաջին կիրքը 5 գլուխ է բաղկացած է եւ այս կիրքը սկիզբեն առաջին տարի վերջավորություն երբ գրվեցավ, մոտավորապես 85-95 թվականներուն երբ գրվեցավ, առաջին օրեն արդեն վստահ էին նամակ կարտացողները, այս նամակ կարտացողները, թե քրողը Հովանես Արաքյալն էր, աշակերտներ Հիսուսի։ Հովանեսը Հիսուսի ամենեն վերջին աշակերտը եղավ, ապրող։ Ինքը ամենեն վերջին ապրող եղավ, որ հետո գրեց նաև հայտնության գիրքը։ Ուրեմն վերջին աշակերտը, որ մնաց Հիսուսի աշակերտներեն, վերջինը Հովանեսն էր։ Եվ քանի որ ամենեն փոքրներ եւ ամենեն երդասարտներ Հիսուսի եղած ժամանակը։ Ուրեմն այստեղ կարևոր է որ մենք գիտնանք, քանի որ գիտեք ամեն անգամ որ մեր այս նոր գդագարանները, նոր գդագարանը ունենք եւ նոր գդագարանի գիրքերը ունենք, մենք ասենք Պետրոսի, Բողոսի, Հակոբոսի, Հուդայի եւ այլն, բայց սկիզբը շատ լուրջ եւ շատ խիստ էր եկեղեցին, փաստելով թե արդյոք իրական Արաքյալն է քրողը։ Քանի որ շատ քրողներ եղած էին եւ մանավանդ շատ սուտ մարգարեներ, ինչ որ այս Հովանեսը առաջին քրքին մեջ պիտի հանդիմանե եւ պիտի մատնանշե այդ սուտ մարգարեները, ինչ որ տեսակ Պետրոսն ալավ նույն բանը, Պողոսն ալ գնե նույն բանը, Հակոբոսն ալ, ուրեմն առաջին եկեղեցին երբ սկսավ Արաքյալներ երբ սկսան կարոզելու, մինչ կարոզեին նույն ժամանակ արդեն գային սուտ մարգարեներ, սուտ կարոզիչներ, սուտ Արաքյալներ, որոնց վարդապետությունը հիմնված չէր Հիսուս Քրիստոսի խոսքի վրա, որոնց վարդապետությունը հիմնված չէր Հիսուսի անձի աստվածությանը վրա։ Եվ այդտեղին շատ գրնամսել փաղկացած սխալ վարդապետություններ մինչև այսօր հասած են։ Ուրեմն առաջին օրեն եղած է այդ սխալ մեկնաբանությունները, սխալ վարդապետներ։ Եվ առաջին օրեն Արաքյալները լուրջ գնային այդ հարցը եւ երբ որ Արաքյալները մեկ-մեկ սկսան մեռնելու կամ նահատակվելու, առաջին եկեղեցին լրջությամբ կքննարկեր թե այդ նամակը որտեղն է, ուրտեղն է, արդյոք փաստեր գային, արդյոք վկաներ գային, թե այդ տվյալ գրած անձնավորությունը իսկապես Արաքյալն էր։ Ուրեմն գտեսնեք սիրելիներ, այդպես թեթևորեն չի եկած Աստվածաշունչը մեզի, թեթևորեն չի եկած նոր գդագարանը մեզի։ Շատեր կգարձեն թե մենք կամ շատեր գարձեն թե Աստվածաշունչը խապված է, խապեյություն, գա սդախոսություն, գա մարդն է գրած, չէ, շատ լուրջ մանրագրգիտ տարված է։
ասեմ ցեզի որ 2000 տարի ի վեր գփորձվի փաստել թե Աստվածաշունչը սխալ է 2000 տարի ի վեր միակ քիրքն է որ այնքան հարվածներ կստանա աշխապ տարերի ի վեր եւ դեռ այս քիրքը կշարունակե իր հրաշքի կորձը կատարել ինչու քանի որ այս քիրքը այո մարդու կողմեն գրված է այո մարդու կողմեն հրադարակված է բայց այս քիրքը Աստվածաշունչն է այս քիրքը Աստուծմե ներշնչված մարգարեներուն եւ առաքյալներուն միջոցով ինչ որ մենք Պետրոս քիրքը որ սերդեցինք այս կետը հստակացրեցինք ուրեմն հավասիկ Հովանես կգրե երբ որ այս տղա գարտան կարծեք թե Հովանես գիտե որուն կգրե հadouk եկեղեցի չի գրեր սիրելիներ քանի որ ողջունի խոսք չկա ինչպես Պետրոս օրինագամար գսե շնոր խաղաղություն ցեզի Պողոս արաքյալ գսե շնոր խաղաղություն ցեզի դուք որ ասինչ քաղաքը գտնվիք դուք որ այստեղ եք ձեր մասին լսեցի եւ այլն Հովանես հadouk ողջունի խոսք չներ երբ որ քիրքը կսկսին կարտալու բարձրապես առաջին վարյանեն վարտաբեդական հիմք գտնե Հիսուս Քրիստոսի անձին վրա Բիդի դեստենք սիրելիներ որ ինչպես ասի սխալ վարտաբեդություն կարոզիչներ կային որոնք չէին հավատար որ Հիսուս այն հոգևոր եւ այն մարմնավոր Աստվածա որդին է շատեր կգարձեին թե Աստծո Քրիստոսը հոգի արավ մարդու մեջ բնակեցավ եւ այդ մարդը Հիսուսն է ուրեմն գարձեք Աստված մարդու մարմինը արավ եւ անոր մեջ բնակեցավ այսպես կկարոզեին անորմալ կկարոզեին ասելով հոգին է կարևորը եւ ոչ մարմինը քանի որ մարմինը Աստված կարևորություն չի դար այսպես սուտ մեկնաբանություններ կան միջև այսօր կշարունակվի New Age-ի վարտաբեդություն այդտեղ են գուկա շատ դարբեր նաեւ փիլիսոփայություններ այդտեղ են գուկա որ մարմինը անչափ կարևոր չէ կարևորը հոգին է բայց մենք շատ լավ գիտենք եւ Պողոս ներողություն Հովանես հստակ ցավով պիտի բացատրե թե Հիսուս ինք կատարյալ մարդ կատարյալ Աստված նույն անձներ եւ այս կետի մեջ նաեւ մեր նախահայրերը հայկական մեր հայ նախահայրերը խնդիրներ ունեցան միջև հասկանան թե որ Հիսուս կատարյալ մարդ կատարյալ Աստված է նույն մարմինի մեջ եւ շատ վիճապանություններ եղան 5-րդ դարին եւ երբ որ եկեղեցին գաղթեգոն հավաքվեցավ 451 թվականին հայերը այնտեղ չէին եւ հայերուն համար ըսվեցավ թե իրենք չեն հավատար թե Հիսուս նույն մարմինին մեջ կատարյալ մարդ կատարյալ Աստված է ուրեմն այսպես վիճապանություններ շատ եղան անորմալ այդ վիճապանությունները գուքա այս առաջին դարեն երբ Հովանես գկրե քանի որ հենց առաջին դարի մեջ ալ գային այդպես սխալ մեկնաբանող, սխալ հասկացող եւ սուտ վարտաբետներ, որոնց յետևը մենք գիտենք Սատանան ինքն է։ Սատանան սուտ գիրքը մեզ գսե թե վերը սխալ վարտաբետություն կներշնչեն մարդկանց։ Սկսած են առաջին օրեն եւ պիտի վերջանա մինչեւ Հիսուսի քալը։ Դարբեր մտածելակերպ, դարբեր մեկնաբանություններ, դարբեր դեսագի սվածքներ, հավատքի խոսքերու ճշմարիտ ավետարանի վրա եւ այսպես դժբախտաբար մինչեւ այսօր կտեսնենք նույնիսկ տարբեր եկեղեցիներ այո Քրիստոսին գավադան բայց մոդեցումները շատ բաներուն կարևոր բաներուն շատ մտարբեր են եւ մենք չենք կրնար ընդունել քանի որ երբ որ կարևոր վարտաբեդությունը շիդակ չէ երկրորդական բաներուն վրա երբ որ կարևոր բաները վարտաբեդությունը շիդակ չէ մենք չենք կրնար ընդունել իբր ճշմարիտ հավատքի մարդ Մեր խոսքով եկեք սկսենք սերդելու այսօր առաջին 10 համարները միան պիտի փորձենք սերդել քանի որ ամեն մեկ խոսքը լուրջ թեմա է եւ ասեմ ցեզի որ Հովաննեսը երբ Հովաննու ավետարանը գրեց երբ այս նամակները գրե երբ հայտնությունը գրե Հովաննեսը արդեն 95 տարեկան է մոտավորապես եւ ինք Հիսուսի հարութենեն մոտավորապես 50 տարի հետո գրե այդ 50 տարվա մեջ տարբեր քրություններով մյուս առաքյալներու քրություններով եւ այլն ինք հասկացած էր
թե ինչ էր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը։ Ուրեմն որ լավ կգարտանք միան պատմություն չէ որ կներկայացնե ավետարանի մեջ, այլ ամեն մեկ պատմության յետևը վարդապետական Հիսուս Քրիստոսի անձին կարևոր ինքնությունը կներկայացնե։ Ուրեմն ամեն մեկ պատմությունը որ կներկայացնե Հովհաննես ավետարաններուն մեջ, իր ավետարանի մեջ, ամեն մեկ պատմության յետևը գա Հիսուսի աստվածության կարևոր գրնամասել շեշտումը։ Եվ այստեղ նամակներ երբ որ կգրե ավետարանեն հետո մեկ կդոր ուղագի կարևոր վարդապետության նյութերու վրա գերտա։ Հասկանաք, շատ կարևոր է։ Նույնիսկ ողջունի խոսք չներ։ Ահավասիկ կսկսի առաջին գլուխ, առաջին համար։ Գենաց բանին վրայով, որ սկիզբեն էր, որուն լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, որուն նայեցանք եւ մեր ցերկերով շոշափեցինք։ Ինչի մասին գխոսի Հովհաննես։ Նախ գսե գենաց բանը, գենտանի բանը։ Բանը ինչ կհիշեցնե մեզ, կհիշեցնե իր ավետարանին, Հովհաննու ավետարանին առաջին խոսքը։ Սկիզբեն էր բանը, լոգոս հունարեն ասել է անինչ որ գա, անինչ որ իրականություն է, անինչ որ ճշմարիտ է, այն բանը որ մարդը չի կրնար հասկանալ, բայց այդ ճշմարտությունը որ գա, բանը։ Մենք հայերենի մեջ, մանավանդ արևմտահայերենի մեջ, բան բառը շատ կգործածենք, բանը փեր, բանը դար, բանը ըրե, բայց այդ եւ երբեմն այդ բանը որ գսենք շատ թեթևորեն կանցնենք, բայց բանին թարգմանությունը լոգոսն է։ Անժամանակ լոգոսը բոլոր փիլիսոփաները լոգոսի մասին կխոսեին։ Դա լոգոս երբ որ գսեին, լոգոսը ասել է այն իրականությունը, այն ճշմարտությունը, այն քերազանցը, այն իսկականը։ Ուրեմն թարգմանությունը սկիզբեն էր բանը, սկիզբեն էր այն լոգոսը, բանը Աստծո կով էր եւ բանը Աստված էր։ Անիգա սկիզբեն Աստծո կովն էր, ամեն բան անով եղավ եւ առանց անով բան չեղավ ինչ որ եղավ։ Որում մասին է խոսքը։ Հիսուսի։ Քիչ մվար գարտանք Հիսուսի։ Բանը լոգոսը Աստծո կով էր, բանը Աստված էր եւ բանը սկիզբեն էր։ Ինչ որ շատ աղանդավորներ մեզի գսեն, թե բանը ստեղծվեցավ, սկիզբեն չէր, եւ բանը Աստված չէր։ Շատ կփավե որ գարտանք եւ հասկանանք այդ աղանդավոր Եհովայի վկաներուն խոսակցությունները, որ կներկայացնեն Հիսուսը իբր հրեշտակ ստեղծված եւ այլն։ Բայց շատ հստակ ձևով։ Գոնե Հովհաննեսը, քանի որ տեսավ, շոշափեց, հասկացավ, նայեցավ եւ հայտնությունը տեսավ, ով է այն բանը։ Կյանքի բանը, այն բանը, որ ինքնիրույն կյանք ունի։ Ստեղծվածը իր մեջ կյանք չունենար։ Հիսուս կսե Հովհաննու 5-րդ գլխի մեջ, ես կյանք ունիմ եւ կյանք կուտամ։ Ինք չէ ստացած կյանքը ոչ մեկեն, ինքն է դվողը կյանքը։ Կարևոր է։ Մեր աստվածապանությունը հստակ պետք է լա սիրելիներ։ Քրիստոնյա գսենք մեջ են գելեն առանց հասկանալու ճշմարտությունը, առանց հասկանալու Քրիստոսի անձը։ Մենք չենք կրնար քրիստոնյա լալ, եթե Քրիստոսի անձը հստակ չենք հասկանար։ Եկեք նայեցեք այս գենաց բանի մասին, երտանք հայտնություն 19-րդ գլուխ համար 13, հայտնությունը նորեն գրած է Հովհաննես։ Չեմ գարտար ընդհանուր կոնտեքստը, բայց 13-ը գսե արյունով ներգված հանդերձը հակեր էր, անոր անունը բանն Աստծո էր։ Եվ որ լավ գարտանք Հիսուսի մասին է խոսքը, Կարնուգի մասին է։ Բանն Աստծո։ Ուրեմն Աստծո բանը Հիսուսն է, որ աներևույթ Աստծո աներևույթ բանն է, բայց այստեղ գսե եկավ։ Մենք լսեցինք իրեն, մենք մեր աչքերով տեսանք իրեն, մենք նայեցանք իրեն եւ մեր ցերկերով շոշափեցինք։ Այստեղ Հովհաննեսը հստակ
այդ սուտ մարգարեներուն կամ վարդապետներուն գսե դուք գսեք թե աստուծմե եկած լոգոս հոգևորը մարմինի մեջ մտած դարբեր մարդումը մարմին արած բայց Հովանես գսե չէ մենք այդ լոգոսին թբանք մենք այդ լոգոսին տեսանք մենք այդ լոգոսին լսեցինք քանի որ այդ լոգոսը մտավ ինքը կատարյալ մարդ եղավ կատարյալ Աստված գենաց բանը որ ազդոքով էր որ սկիզբեն էր եւ Աստված էր այդ գենաց բանը ահավասիկ եկավ մենք աչքերով տեսանք մենք թբանք իրեն մենք լսեցինք իրեն այս իր վկայությունն է Հովանեսը որ գսե մենք գխոսի իր եւ Հիսուսի մյուս մնացած աշակերտներու մասին Հովանես այստեղ Հիսուսի աշակերտները կներկայացնի Համար 2 եւ կյանքը հայտնվեցավ ու տեսանք եւ կվկայենք որ ու ցեզի կպատմենք այն հավնական կյանքը որ հովքոր էր եւ մեզի հայտնվեցավ կյանքը հայտնվեցավ սիրելի քույր եղբայրներ կյանքը չի հայտնվիր Եթե կյանքը մարմնացած չի հայտնվիր Ուրեմն Հիսուսի համար Հովանես կսե կյանքը ինքն է կյանքը որ եկավ մարմնացավ հայտնվեցավ երևցավ կյանքը չի երևնար սիրելիներ աներևույթ ազդու նման կյանքը չի երևնար բայց կյանքը գսե մենք տեսանք եւ մենք տբանք եւ մենք լսեցինք ինչու քանի որ կյանքը այդ կյանքը հավնական կյանքը Հիսուս Քրիստոս ինքն էր մեկ խոսքով Հովանես գսե մենք կյանքին տբանք մենք կյանքին լսեցինք Գարձեք Հիսուսի ուրիշ անունը ու դարբեր անունը կյանքն է եւ Հիսուս ինքը ասավ ես եմ կյանքը ես եմ ճշմարտությունը ես եմ ճանապարհը ուրեմն կյանքը Հենց կյանք բառը Հիսուսն է Եվ մենք երբեմն սիրելիներ մանավանդ հայերը գենաց կնենք երբ որ դարեթարցի գերտան շատեր գենաց կնեն կյանքդ երկար կյանքդ այս կյանքդ արատ կյանքդ ժողովուրդ առանց Հիսուսի քո կյանքդ ոչ մի իմաստ չունի քանի որ կյանքը ինքն է Հիսուսն է Հալելույա Մենք տեսանք եւ ցեզի կպատմենք ցեզին ով է ժողովրդին որուն կգրե Հովանես Մենք առաքյալներս տեսանք, շոշափեցինք, ճաշակեցինք, իր հետ անցուցինք եւ հիմա ցեզի կպատմենք, թե այն կյանքը հորը քով էր եւ հայտնվեցավ մեզի։ Այն կյանքը հորը քով էր, ինչպես կարտացինք, բանը Աստված էր, բանը Աստծոքով էր, բանը սկիզբեն էր, այո, հորը քով էր, բայց եկավ հայտնվեցավ, որուն հայտնվեցավ մեզի Եվ հիմա գսե համար 3 այն որ տեսանք եւ այն որ լսեցինք ցեզի կպատմենք որբեսի դուգալ մեզի հետ հաղորդագից ըլլակ Հաղորդագից բառը այստեղ կարևոր է 3 անգամ 4 անգամ կգրվի այս 10 համարներում մեջ Մենք գսե Հովանես առաքյալ Մենք կյանքը տեսանք կյանքին տբանք Կյանքին հետ ապրեցանք Կյանքը Հիսուսն է Կյանքը եկավ մեր մեջ Պենտեկոստեի օրը Կյանքը եկավ մեր մեջ Սուրբ Հոգիով Մենք հաղորդակցվեցանք եւ կհաղորդակցվենք Հորը հետ Հորը եւ Որդին եւ հիմա հաջորդը գսե մեր գարտամ հետո գսեմ մեր հաղորդակցությունը գսե Հորը հետ է ու իր Որդին Հիսուս Քրիստոսի հետ Ուրեմն մենք գսե հաղորդակցվեցանք Հորը եւ Որդին Հաղորդակցվեցանք այն ծրագրին, որ Աստված ղրգեց մարդ փրկելու։ Աստված ղրգեց Հիսուսը մարդ փրկելու։ Եվ մենք հաղորդակցվեցանք իր հետ։ Հիմա ցեզ կհայտնենք, որ դուք ալ մեզ հետ հաղորդակցվիք։ Ուրեմն եթե դուք մեզ հետ կհաղորդակցվիք, մեր հետ հաղորդակցվելով, ձեր հաղորդակցությունը կլա նաև Հորը եւ Որդին հետ։ Այստեղ Հովանես ինք իրեն գտնե իբր գրնամսել միջնորդ մարդկանց եւ Աստծո։ Գսե մենք ցես կպատմենք այն հաղորդակցությունը կբերենք, ինչ որ մենք ունենք, մենք տեսանք, մենք ճաշակեցինք, ցես կհաղորդակցենք, բայց դուք ցես կփոխանցենք ներողություն, բայց որ դուք կհաղորդակցվիք մեր հետ, այդ մեր բոլոր տեսածը, ապրածը, էությունը ցես կփոխանցվի։
Այս է հավատքը։ Աստված եկավ եւ տվավ երկնային հայտնությունները աշակերտներուն։ Եվ աշակերտները ապրեցան եւ փոխանցեցին մեզ։ Եվ մենք երբ որ աշակերտներուն խոսքին վրա կհիմնվենք, մենք հաղորդակցվենք ամենակարող Աստծո հետ։ Եվ այստեղ Գարեոյ Եփեսացի մեջ գրված է, որ առաքյալներու հիման վրան կշնվի ամփոփ հոգևոր տաճարը։ Ուրեմն մենք չենք կրնար հաղորդակցվել Աստծո, հոր Աստծո եւ որդվույն հետ, առանց անցնելու առաքյալներու մեզ փոխանցելիք պատկամին։ Եվ ահավասիկ եկավ նորեն կարևոր մի բան, դու չես կրնար Աստծո հետ միապանվել, առանց իր խոսքը ընդունելու, հասկանալու եւ հաղորդակցվելու, յուրացնելու այն խոսքը։ Ինչ որ այսօր շատեր գլսենք, միշտ կսեմ, նորեն կսեմ, ես հավատացյալ եմ, ես գիտեմ, ես Աստծո միշտ Աստծո հետ կխոսիմ, իմ սիրտս միշտ Աստծո հետ է, բայց հաղորդակցություն չունին ոչ Քրիստոսի հավատացյալ եղբայր քույրերու հետ, ոչ ալ Աստծո խոսքին հետ։ Եվ որ հաղորդակցություն չունիս, դու քո հաղորդակցությունը, եթե հաղորդակցություն չունիս Աստծո մարդկանց հետ, Աստծո ժողովրդին հետ, Քրիստոսի մարմինին հետ, դու Քրիստոսի հետ չես կնար հաղորդակցվել։ Ուրեմն գսա այս բոլոր մենք կպատմենք, որպեսզի մեզի հաղորդագիծը լակ։ Հովհաննեսին միտքը նայեցեք ինչ է։ Ճշմարիտ վարդապետությունը կքարոզե, որպեսզի մարդիկ հաղորդագիծ լան առաքյալներու սորվեցուցած հիմքին։ Հաղորդագիծ լան եկեղեցին։ Հաղորդագիծը սել է հաղորդակցություն, միապանություն։ Չգա Աստծո հետ հաղորդակցություն, եթե չգա եղբայր քույրերու հետ հաղորդակցություն։ Այս դեղական եկեղեցին է։ Գրեստեք ամբողջ սուրբ գիրքը, որ մենք կսերնենք։ Նոր գդագարանը հինը դարբեր ցեվով, բայց նոր գդագարանը շեշտը գտնե Աստծո ժողովրդի, Աստծո ընտանիքի, Աստծո Քրիստոսի եկեղեցի հետ միապանվելու։ Եվ անոր համար Սատանան այս գործը գնե։ Սատանան այսօր գահաչողի լավ ձևով մարդկանց հերացնել Աստծո մարմինի հաղորդակցութենե։ Եվ գահաչողի։ Եվ գահաչողի։ Այցեք այսօր ինչ քարոզներ գլսնենք, ինչ տեսակ մարդիկ կխոսին, մարդկանց հետ որ կխոսենք հաղորդակցության, միապանության մասին։ Մարդիկ կսեն, մենք ցեզի պետք չունենք, մենք մեր Աստված ունենք, մենք գիտենք։ Լավ։ Սուրբ գիրքը այդ բանը չսեր ամենատեպս։ Չեմ գիտեր որ ավետարանը իրենք գեհդեվին, բայց ամենատեպս Աստվածաշունչի ավետարաններուն չեն հետևիր։ Աստվածաշունչի ավետարանին հետևողը գհաղորդակցվի Աստծո մարմինին հետ եւ հաղորդակցությունով աստվածային հայտնությունները, օրդությունները կստանա այնտեղ։ Ուրեմն այն որ մենք տեսանք կգրտնեմ համար 3, այն որ մենք տեսանք մենք լսեցինք ցեզի փոխանցենք, ցեզի պատմենք, այս քարոզն է, այս սերդողությունն է, ցեզ կփոխանցենք, ցեզ կսորվեցնենք, որովհետեւ դուք մեզի հետ հաղորդագից լակ, ինչու քանի որ մեր հաղորդակցությունը հորը հետ է եւ իր որդին Հիսուս Քրիստոսի հետ։ Այս բաները կգրենք ցեզի, որովհետեւ ձեր ուրախությունը կատարյալ լա։ Ահա վասիկ ուրախություն։ Անցյալ անգամներ ալ խոհեցանք, ինչպես ուրախանամ ես, եթե ես հաղորդագից չեմ հավիտենական կյանքի հետ։ Հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսն է։ Իր հետ հաղորդակցվելու համար դու պիտի անցնես իր մարմինեն հաղորդակցվելու։ Եվ որ իր մարմինի հետ կհաղորդակցվես, այն ժամանակ իր օրդությունները, իր խոստումները եւ իր ուրախությունը քո մեջ կատարյալ կլա։ Ուրեմն գտեսեք Քրիստոսի հետ հաղորդակցվելու համար դու պետք ունես անցնելու Քրիստոսի ժողովրդի հետ հաղորդակցությունով։ Նորեն կգրտնեմ, թախնիկ կա այստեղ, օրդություն կա այստեղ, մեծ օրդություն կա, եթե հասկացար այս միտքը։ Ինչու Հովհաննես ուրախության մասին կխոսի։ Ինչ կապ ունի ուրախությունը այս թեմայի մեջ։ Ինչու Հովհաննես հաղորդակցության մասին կխոսի, երբ ինք Հիսուսի կյանքի մասին կխոսի։ Քանի որ կապ ունի։ Հիսուսը կյանք է, Հիսուս եկավ իբր կյանք, Աստծով էր, Աստված էր, հայտնվեցավ, որուն, առաքյալներուն։
Եվ առաքյալները հաղորդակցվեցան իրեն։ Առաջին Սուրբ Ոգին քու վրա չեկավ, առաքյալներուն վրա եկավ։ Եվ առաքյալներեն փոխանցվեցավ մինչև այսօր մեզի։ Ուրեմն մենք մեծ շղթայի մեջ ենք։ Շղթայակապված ենք առաջին առաքյալներուն մինչև այսօր։ Եվ եթե մեկը գգարձի թե ինքը շղթայակապված չէ, ինքը շատ խելացի է, շատ հավատացյալ է, ինքը լավն է, ինքը պետք չունի եղբայր քույրերուն, ինքը պետք չունի այս մարդուն, այն մարդուն, ինքը արդեն գիտե, ինքը այդ շղթային դուրս է։ Շղթան առաջին օրեն գապվեցավ, երբ Պենտեկոստեի օր եղավ, մի քանի օր միտոնենք, Պենտեկոստեի օր եկավ, շղթայակապվեցավ հաղորդակցությունը Աստված մարդու հետ, առաքյալներուն միջոցով։ Եվ առաքյալներուն միջոցով սկսավ նոր հավատացյալներ շատնալ, բայց որուն վրա հիմնված։ Առաքյալներու խոսքի վրա հիմնված։ Անորոմար ես կսեմ, լավ նայեցեք ձեր վարտապետությունը, ձեր ուսմունքը հոգևոր։ Եթե աստվածաշնչյան չէ, դուրս եկեք այդտեղեն։ Գիտեմ մեր հայրս ինչ որ գսեմ գիտեն, բայց շատերուն համար ավանդությունը կարևոր է։ Ավանդություն պետք է ասանգրած ենք, այս մեր վարժությունն է, ոչ սիրելիս կան վարժություններ, որ սուպ կրային չեն, մենք չենք ընդունիր։ Շղթայակապված ես հաղորդակցվելով Աստծո խոսքին եւ առաքյալներուն, որոնք իրենք քրած են Աստծո խոսքը։ Եվ այն ժամանակ է, որ ես կհաղորդակցվիս Աստծո խոսքին, Աստծո ժողովրդին հետ, կհաղորդակցվիս ուղղակի հորը եւ որդվույն հետ։ Եվ այո, երբ գենտանի, երբ կյանքը, Քրիստոսի կյանքը գմտնա քո մեջ, քո ուրախությունը կատարյալ գլա։ Գրված է, ուրախությունը կատարյալ գլա։ Այս բոլոր բաները կգրենք ցեզի, որբեսի ձեր ուրախությունը կատարյալ լա։ Հալելույա։ Քուրիախբարներ, նայեցիք միան գարտացին 4 համար։ Այս 4 համարի մեջ կտեսնեք Հիսուսի աստվածությունը, Հիսուսի աշխարհքալու նպատակը, առաքյալներուն կարևորությունը, հաղորդակցության կարևորությունը եւ մեր այս աշխարհի մեջ ուրախ եւ ազատագրված ըլլալու քաղաքնիկը։ Ուրեմն մի սպասեր Աստծուց մի բան, քանի որ ինքան ինչ կատարած է դու մնա մդիր այնտեղ որ Աստված գուզե որ թունալաս։ Մենք ուզենք որ այս բանը շտկվի, այն բանը շտկվի, այս բանը փոխվի, ուրախ լանք, ազատագրվենք, հրաշներ տեսնենք, Աստված գսե ստոպ, նախ հաղորդակցվիր իմ մարմինի հետ, հաղորդակցվիր քույր եղբայրներու հետ, հաղորդակցվիր առաքյալներու շարունակության ժողովրդի հետ։ Հաղորդակցվիր, հաղորդություն։ Հաղորդություն բարև ինչպես է գչե, հա, ավելի է։ Ինչ որ այսօր եկեղեցիների մեջ կա, հազիվ գպարևեն մեկը մյուսին, գսեն ավելին չեմ ուզեր գպավե, ասի հաղորդություն չի։ Հաղորդակցություն, հաղորդակից, հաղորդ ըլլալ մեկը մյուսով, մեկը մյուսին մեջ, մեկը մյուսին համար։ Եվ այս տեղական եկեղեցին է, որոնք այսօր սիրելի քույր եղբայրներ, այսօր այս կետը շատ դժվար է դարբեր եւ ամեն եկեղեցիների մեջ։ Մարդիկ գերտան կարոզ լսելու, գերտան պարապանություն լսելու, մարդիկ գերտան բաներն այսպես ապրելու, բայց չեն երթար հաղորդակցվելու։ Հաղորդակցվելու գապ կա մեկը մյուսին հետ կապված է, որովհետեւ մեր ուրախությունը կատարյալ լա։ Դերևս մենք չենք հասկանար կարևորությունը, ինչ պետք է այդ մարդկանց դուն երթալ, ինչ պետք է այդ մարդկանց հետ հաղորդակցվիր։ Ես գիտեմ, ես կսիրեմ բոլորին եւ այլն։ Դերևս դու չես հասկանար ինչ պետք է, չես ալ դեսներ, բայց սուպկիրքը մեզ քաղնիկ մը գուտա, որ փամը գբադահի եւ որ դու հաղորդակցության մեջ ես։ Հոգեվոր հաղթություններ կբադահին եւ որ դու հաղորդակցության մեջ ես։ Սիրելի քույր եղբայր, այստեղ շատ կարեւոր է, որ դու հասկանաս հաղորդակցության նպատակը։ Ամեն հուսամ քիչ մը գրծա հասկացնել կամ փոխանցել այս միտքը քեզ։ Հալելույա։ Գրնակ գրել անկոր Facebook-ով գեհդեվին մեզ գրնակ գրել այո, եթե հասկացաք, եթե հարցումներ կան այս կետին վրա, գրնանք ինչու՞ չէ հետո խոսի։ Համար 5 Այս ասիգա է այն պատկամը, որ իրմել լսեցինք ու ցեզի գիմացնենք, նայեցեք հաղորդակցություն, իրմե լսեցինք, ցեզի գիմացնենք, հաղորդակցություն մեր խոսքին, որբեսի մեր միջոցով հաղորդակցվիս Քրիստոսի հետ։ Այս է Սերգուզե Հովանես։
թե ինչ լսերեն իր մե Աստված լույս է եւ անոր մեջ բնավ խավար չկա։ Ասել կուզե որ Աստված Հիսուսին կսավ ես եմ աշխարհի լույսը եւ այլն լույս ասել է արդարություն, լույս ասել է հասկացողություն, լույս ասել է բաց ճանապարհ, լույս ասել է մաքուր, արդար, ճշմարիտ, սուրբ, կատարյալ, ամպից։ Աստված սուրբ է։ Աստված լույս է եւ անոր մեջ խավար չկա։ Ասել է ոչ մեկ բահված բան չկա, ամեն ինչ հստակ է։ Ոչ մեկ մեղքի նշույլ չկա, ամեն ինչ հստակ է։ Մեր Աստվածը մեզի շիդակ բաներ գսե։ Մեր Աստվածը չբահեր բաներ, որ մենք քուշագենք։ Աստված լույս է, բահված բաներ չկա իր մեջ։ Ինչ որ մեզ ուզեց հայտնել, լույսի մեջ հայտնեց։ Շատ բաներ կա, որ մենք չենք հասկանար, քանի որ Աստված չհայտնեց մեզ։ Եվ ասեմ ցես չենք գալ հասկանալու երբեք, չենք լավ ճանաչելու Աստված երբեք, քիծե գանի։ Բայց ինչ որ ինք մեզ հայտնեց, այդ իր հայտնության մեջ ամեն ինչ լույս է, հստակ է, բահված բաներ չկա, գաղտնի բաներ չկա, խավար չկա, լույս է, ճշմարիտ է, եւ անոր մեջ ոչ մեկ խավար բան չկա։ Ուրեմն այս Աստծո ինքնության մասին է խոսքը, որ գսե Աստված սուտ բաներ չխոսիր մեզի։ Աստված մեզ հայտնեց, մենք ալ ցեզ կփոխանցենք, թե իր մեջ սդախոսություն չկա, խավար բան չկա, մեր Աստվածը լույս է, կատարյալ է, ճշմարիտ է։ Առաջին Տիմոթեոս 6-րդ գլխում մեջ գրված է, եւ այն Աստվածը, որ լույսերու մեջ կբնակի։ Ասել է այն Աստվածը, որ իսկապես բարձրերուն բարձր է, արդար, ճշմարիտ, սուրբ, կատարյալ, ինչ որ քիչ առաջ ասի։ Հիմա համարվեց, եթե ասենք, թե մենք անոր հետ հաղորդագից ենք, ու խավարի մեջ կքայլենք, սուտ կխոսենք եւ ճշմարտությունը չենք գսեր։ Ուրեմն եթե գսե, դու գսես, որ ես անոր հետ հաղորդակցության մեջ եմ, բայց դեռ խավարի մեջ կքալես, ասել է լույսի մեջ չես, ճշմարտության մեջ չես, չելալ ուզել ճշմարտության մեջ հլաս, գաղտնի բաներ ունիս, բահված բաներ ունիս, գսե դու սդախոս ես։ Մեկը չի կրնար ասել ես Աստուծո մեջ եմ, ես անոր հետ հաղորդագից եմ, եթե իմ գործերս հստակ միապանությամբ հաղորդագից չենք Աստծո ժողովրդին։ Հստակ ցեվով, բացահայտ ցեվով։ Շատեր մեզի գսեն իմ հավատքս իմ սրտիս մեջ է։ Դու չես կնար ինձ տադել, ես սրտիս մեջ Աստված գիտե։ Լավ։ Բայց գիտեք, հաղորդագից ըլլալ Աստծո հետ, ասել է քո գործերդ երևնալ։ Խավար պիտի չլա, քախնի բաներ պիտի չլա, մարդիկ պիտի տեսնեն դու ով ես։ Եվ երբ եւ ուր կտեսնեն մեզ թե մենք ով ենք, առաջին դեղը Աստծո ժողովրդի մեջ։ Եկեղեցին մեջն է որ դու կհայտնվես դու ով ես։ Եվ շատեր այսօր եկեղեցին մեջ քախտաբահ են, այսպես չեն սերպամ, չեն ուզեր հաղորդակցվել, շատ չեն խոսիր, որ շատ բան չսեն, շատ բաներ չբահեն, երբեմն գսես ինչպես ես գիտես, որ մարդը լավ չէ, բայց չսել լավ չեմ, գսե ամեն ինչ լավ է, ինչու չուզեր պատմել։ Մեկ խոսքով գսե ես Աստծո հետ հաղորդակից եմ, բայց ցեզի հետ չես սիրելիներ, ցեզի հետ հաղորդակից չեմ։ Մեկ խոսքով ցեզի հետ խավարի մեջ եմ։ Շատ բաներ ունիմ բահված, չեմ ասելու ցեզ, հաղորդակցվել չգա, գուզեմ բահել գախնի այս բանը ինձի։ Գսե չգրնար լալ այդ մարդը, որ հաղորդակից Աստծո հետ, պետք է լա նաև լույսի մեջ, իր չորս կողմիներուն, իր քայլվածքը, իր շարժումը, իր խոսքերը, իր ընթացքը ճշմարիտ ուղիղ պետք է լա։ Սիրելիներ ուշադիր եղեք։ Քրիստոսի հետ հաղորդակից եղողը բարձ մարդ է, որ այդ բարձությունը իր գերևնա նախ եկեղեցին մեջ։ Սորվեցեք բարձը լալ ձեր դեղական խմբերուն մեջ եկեղեցին մեջ։ Սորվեցեք բարձը լալ, բացահայտը լալ ձեր Քրիստոսի դված այդ խումբը, որուն մեջ դուք հաղորդակցված եք իրարու։ Չի կրնար լալ, մեկը Աստծո հետ կսե ես հաղորդակից եմ, բայց խավարի մեջ կպտի, մեղք, դժվարություն, բաղվածություն եւ այլն։ Խավար այստեղ կտեսնեք Հովհաննեսը շատ կկործած է, լույս եւ խավար, լույս եւ խավար։ Եվ ամեն անգամ որ լույս կսե Աստծո ներկայությունն է, արդարությունն է, ճշմարտությունն է, մաքրությունն է,
Ամեն անգամ որ խավար գսեմ մարդկային կեղտոտություններն են, աղտոտություններն են, մեղքերն են, բաղվածություններն են։ Այստեղ Աստված լույս է, անոր մեջ խավար չկա։ Դու նալ այդպես պիտի լաս, եթե հաղորդագից ես։ Շատ մարդիկ կան երբեմն գսենք, չենք գիտեր այս մարդիկ ինչ կմտածեն։ Քանի որ այդպես կխոսին, որ չես կնար հասկանալ։ Բարձ չեն մեկ խոսքով։ Ուզեմ կորձնագանը լանք սիրելիներ։ Եթե հաղորդագից ենք լուսո Աստծո հետ, մենք ալ լույսի զավակներ գսե Եփեսացիս գիրքը, լույսի զավակներ պետք է լանք։ Եթե հաղորդագից ենք լույսի Աստծո հետ։ Սել է բարձ, ճշմարիտ, ուղիղ, ոչ թե յեդևեն աշխատող, հաշիվ փնտրող, յեդևեն խոսող, մի բանսող, բայց հագարակը մտածող։ Այսպես հավատացյալներ շատ կան, եւ ասեմ ցեզի շատ ցավալի է իրենց համար, իրենց վերջը։ Ուրեմն արդար, մաքուր, ճշմարիտ։ Ձեր այոն գսա այոլլա ձեր ոչը ոչ։ Լույսի զավակ ենք։ Մենք լույսի աշակերտներ ենք։ Լույսի Աստծո աշակերտներն ենք։ Հիսուս Քրիստոս լույսն է եւ բարաբիջոսավ Հիսուս դուք եք աշխարհի լույսը։ Ասել գուզեմ որ լույսի մեջ քայլեցեք։ Թող մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը եւ բարավորեն Աստված որ երկինքն է։ Մատթեոս 5-րդ գլուխ։ Ուրեմն լույսի մեջ քայլողը լույսի հետ հաղորդագից է եւ եթե լույսի հետ հաղորդագից եմ գսես եւ խավարի մեջ կքայլես թուն սուտ կխոսից կսայս դե համարը եւ շատ լավ գիտենք հայտնության Հովաննուի մեջ Հովաննեսը ինքը գրած է սդախոսները գսե բիճի ժառանգեն երկնքի տակավորությունը։ Սիրելի քույր եղբայրներ գտեսնեք շատ բարձ լույսի մեջ չլալը արդեն քեզ գտադաբարդ է։ Հավասիկ մենք Աստուծո այս լսեցինք որ Աստված լույս է անոր մեջ խավար չի գա։ Ուրեմն եթե մեկը անոր հետ հաղորդագից է եւ խավարի մեջ կգալե այդ մարդը սուտ կխոսի ճշմարտությունը չունի այդ մարդը իր մեջ։ Համար 7 Հավա եթե լույսի մեջ քայլենք ինչպես անիգա լույսի մեջ է իրարու հետ հաղորդագից կլանք ինչը սիգիչ առաջ եկեղեցի մեջ կերևնա եկեղեցի մեջ կերևնա իմ բարձ լալս իմ լույսի զավակը լալս եւ երբ որ եկեղեցի մեջ լույսի մեջ են իրար հետ հաղորդագից են իրար հետ եւ երբ որ հաղորդագից են կսե անոր որդին Հիսուս Քրիստոսին արյունը մեզ ամեն մեղք է գսրբե ահավասիկ հրաշքը երբ դու հաղորդագից ես քո եղբայր քույրերու հետ բարձությամբ մաքրությամբ ճշմարտությամբ սիրո մեջ ուրախության մեջ երբ հաղորդագից ես քու մեղքերդ կմաքրվի Ինչ առաջ ինչսի երբ որ մենք հաղորդագից ենք իրար հետ երբեմն չենք տեսներ չենք զգար արդյունքը չենք տեսներ բայց ասի հրաշքներ գլա մեր մեջ չէ առանց հասկանալու քիչ առաջ ասի ահա վասիկ պատասխանը երբ մենք իրար հետ հաղորդագից ենք եւ երբ որ մենք լույսի մեջ կքայլենք հաղորդագից ենք իրար հետ երբ որ հաղորդագից ենք իրար հետ որդվույն Հիսուս Քրիստոսի արյունը կմաքրե եւ կսրբե ամեն մեղք հինեն եկած մեղք ներգայի մեղք աբակայի մեղք կմաքրե կսրբե եթե քո թունք ու դեղը դես քո հաղորդակցության մեջ հալելույա Սիրելի քույր եղբայրներ քաղաքնիկներ կան այստեղ որ այսօր եկեղեցիներուն մեջ չենք տեսներ Միայն քարոզներ գլսենք, միայն լավ բաներ գլսենք, բայց ուր է հաղորդակցությունը մեկը մյուսին հետ ճշմարիտ։ Այնտեղ են գերևնա, եթե դու լույսի զավակ ես, իսկ եթե դու լույսի զավակ ես, այո, Հիսուս Քրիստոսի արյունը կմաքրե եւ կսրբե ամեն մեղք, որ եկած է եւ գա։ Այս է կյանքը գսե եկավ մենք տեսանք այն կյանքը մենք լսեցինք այն կյանքը մեզ գսե որ Աստված լույս է ես լույս եմ դուք լույս եք եղեք լույսի մեջ հաղորդակցությամբ լսեցեք շղթային մեջ մտեք մի խոսքով ինչպես քիչ առաջ ասի հոգևոր շղթայի մեջ մտեք ձեր քույր եղբայրներու ձեր առաջնորդներու ձեր սորվեցնողներու հետ կայլելով միապան կայլելով հնազանդ լալով մտեք շղթային մեջ Եվ այդ շղթայի մեջ մտնելով հաղորդագից պիտի լաք ձեր
դեղական եկեղեցին բարձությամբ, լույսով, ուրախությամբ եւ երբ որ այդ բարձությամբ ես ահավասիկ հաղորդագից կլաս քո քույր եղբայրներուն հետ եւ հրաշք կգադարվի հալելույա քո մեղքերդ գսրբվի Հիսուս Քրիստոսի արյունով հալելույա համարութը եթե ասենք թե մենք մեղք մտ չունենք ինքնից կխապենք ու մեր մեջ ճշմարտություն չկա ահավասիկ շատ հավատացյալներ մենք մեղք չունենք այս հարցի մեջ մենք մեղք չունենք մենք մեղավոր չենք մենք արդար ենք մենք ճշմարիտ ենք մենք շիտակ ենք ինքն է մեղավորը մյուսն է խնդիրը մենք մեղավոր չենք մենք մաքուր ենք սիրելի քույր եղբայր եթե դու քո մադդ քո վրա նախ չտնես եւ դու լույսի մեջ չքայլես հաղորդակցության մեջ գիտեք հաղորդակցության խնդրեմը միշտ կտնես ուրիշին վրա կսես եթե ինքը այդպես լար ես այսպես կլայի Սուրբ Գիրքը մեզ գսե թուն հաղորդակցության մասին աշխատիր թուն հաղորդակցվիր քո դեղական եկեղեցվո քույր եղբայրներու հետ ինտերնետային հաղորդակցության մասին չեմ խոսիր չգա ինտերնետային հաղորդակցություն մի հավատակ այդ ինտերնետային զումային քարոզիչներուն որ գուզեն ցեզ հաղորդակցության մեջ պահել իրենց ինտերնետային ժողովների հետ չգա այդպես բան Սուրբ Գիրքը այդպես բան չի սորվեցներ մեզ դու թեմարտեմ քո քույր եղբայրներուն դեղական եկեղեցվո հաղորդակցության մեջ պիտելաս այսօր շատեր իրենց դեղական եկեղեցի մեջ հաղորդակցություն չունին իրենց Հայաստանի Ամերիկայի հովիվներուն հետ հաղորդակցության մեջ են Սուրբ գրային չի այդ բանը բոլորովին սուրբ գրային չի այդ բանը Գրնաս ցանոթներ ունենալ, եղբայր քույրներ ունենալ աշխարհի 4 կողմը, այո, բայց քո հաղորդակցությունը նախ քո տեղական եկեղեցին մեջ է։ Ուրեմն եթե ասենք թե մենք մեղք չունենք, մենք շատ հայեր գսեն, մենք մեղք չունենք։ Մենք միշտ մաքուր եղած ենք, մենք միշտ արդար ապրած ենք, մենք մեգումը սխալ չենք գրած, միշտ շիտակ եղած եմ, արդար եղած եմ։ Ժողովուրդ, այդպես մեկը եթե ասեք քո մեջ ճշմարտություն չկա, դու քեզ գխապես։ Անցյալի մեղքերդ ներվելու համար դու Հիսուս Քրիստոսի եւ իր ժողովրդի հետ հաղորդակցության պետք ունես։ Իր արյունը գմաքրե քո մեղքերը։ Երբ լույսի մեջ կխոստովանիս, երբ լույսի մեջ գբերես Տիրոջը քո մեղքերը Եվ գխոստովանիս քո մեղքերը նախ Տիրոջը, եւ եթե մեղքերդ պիտի խոստովանիս քո եկեղեցվո քույր եղբայրներուն, այո, պիտի խոստովանիս, ինչպես Հակոբոս 5-րդ գլուխ կսե, իրար խոստովանեցեք ձեր մեղքերը եւ պիտի բժշկվիք, նախ հոգեվոր բժշկություն եւ հետո ֆիզիկական բժշկություն։ Եթե ասենք թե մենք մեղք չունենք, ինքնից կխապենք ու մեր մեջ ճշմարտություն չկա։ Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ եւ արդարյան մեր մեղքերուն թողություն տալու եւ մեզ ամեն անիրավութ է սրբելու։ Ուրեմն լույսի մեջ ըլլալը ինչ է։ Նաեւ դեսնել իմ մեղքս։ Այն մեղքս, որ ես չէի ընդունել Հիսուս իբր իմ լույսը։ Այն մեղքը, որ ես չեմ ընդունել իմ քույր եղբայրներս իբր իմ քույր եղբայրը։ Այս է մեղքը։ Եվ որ դու գանչադես Քրիստոսը, իր խոսքը, եկեղեցին, գանչադես քո կյանքդ, արդեն դու մեղքի մեջ ես։ Ուրեմն մի սեր մեղք չունիմ։ Դու դեղական եկեղեցի մեջ, լույսի մեջ, Քրիստոսի խոսքով, ավետարանի խոսքով, ուրախությամբ, միապանությամբ պիտի ապրիս, եւ եթե մեղքեն կործես, քանի որ այս մարմինը մեղք գարդատրե, դու եթե մեղք կկործես, այո, եկուր եւ խոստովանիր դերը գմաքրե եւ գսրբե ամեն մեղք։ Հավատքով խոստովանիր։ Հավատարիմ է դերը։ Դերը սդախոս չէ չմոռնակ ինչ ասինք, լույս է Աստված։ Հավատարիմ է, հստակ է իր խոսքը, բաղված բաներ չկա, գասկածներ չկա, լույս է, մաքուր է, ճշմարիտ է։ Ուրեմն, եթե գտեսնես, որ մեղք կա, մեղք մը կործեցիր, մեղք մը գադարեցիր, եկուր եւ խոստովանիր Տիրոջը։ Մի էսեր մեղք չունիմ, մի էսեր ես չեմ ինքն է, հաղորդակցվիր Տիրոջը ժողովրդին եւ եկուր խոստովանիր քո մեղքերդ։ Եթե ասենք թե մեղք մը չկործեցինք, սա խոսքը ծունենք զանիգա, ու անոր խոսքը մեր մեջ չէ։ Ինչու, քանի որ անոր խոսքը մեզ գսե, մենք բոլորս մեղավորներ ենք։ Բայց մեղքի մեջ չենք մնար։ Մենք Հիսուս Քրիստոսի արյունով կմաքրվենք։ Մաքրվելն առաջ պետք ունենք ինչ խոստովանելու։
Սիրելի քույր եղբայրներ, մարդ արարածը մեղավոր ինքնություն է։ Ինչպես ասի քիչ առաջ մեղ կարդատրե։ Այդպես է մեր բնությունը։ Այդտեղ են փախուս չկա։ Բայց ան որ դեր Հիսուս Քրիստոսը գտնի իր սրդեն ներս։ Լույսի Աստվածը եւ գմտնե հաղորդակցության Սուրբ ոգիով Աստծո հետ եւ Աստծո Քրիստոսի մարմինին հետ։ Այն մարդը Սուրբ ոգի օգնությամբ իր մեղքերը պիտի ներվի ամեն անգամ որ խոստովանի եւ ինք մեղք պիտի չկատարե։ Գիտեք, մենք մեղք կկատարենք, երբ չենք հավատար որ պիտի չկատարենք։ Երբ կգարձենք որ մենք մեղավոր ենք, պիտի այս մեղքը ինչ անենք։ Ոչ, Սուրբ ոգին եկավ, որովհետեւ մեզ ազատե մեր մեղքերեն։ Բայց ազատելու համար խոստովանություն պետք է։ Մենք չենք կրնարսել մեղք չունենք։ Մենք չենք կրնարսել որ վնաս չունի։ Ոչ, Աստված գսե բոլորս մեղքի մեջ ենք եւ բոլորս մեղքի արդատրող գործիքներ ենք, բայց բոլորս ալ ունենք Սուրբ ոգի վերստին ծնունդով, մենք բոլորս ալ ունենք այդ սորությունը, որ մեր մեղքերը մաքրվի, ինչպես կսենք այդ քիչ առաջ, որ մեզ ամեն մեղք է սրբե Հիսուս։ Միան խոստովանությունով։ Ամեն մեղք է սրբե։ Հասկանաք կարևոր այստեղ։ Ուրեմն այո սիրելի քույր եղբայրներ, հաղորդակցվելը լույսո Աստծո հետ, մենք լույս կլանք։ Լույսի մեջ պիտի գալենք, ինգանք, օքեյ ինգանք, ելենք ոտքի Քրիստոսով։ Մեղք գործեցինք, այո դեր մեղք գործեցինք, եղբայրներ քույրեր, օգնեցեք, ապրինք միասին, հաղորդակցության մեջ։ Բաղվելու մեջ չէ, խավարի մեջ չէ, մի բահեր քու մեղքդ։ Քու մեղքդ մի բահեր, խավարի Աստծո զավակներ չենք մենք։ Մենք լույսո Աստծո զավակներ ենք։ Մենք լույսի մեջ պիտի լանք։ Գնա, եկեղեցին անոր համար է, խոստովանության վայր է։ Անոր հաղորդակցվելու պետք ունիս, որ վստահություն, ընկերություն ունես, եղբայրություն ունես, եւ որ եղբայր քույր ես, դու ավելի մտերիմ կրնաս լալ եւ խոստովանիս։ Ես չեմ խոստովանել իմ մեղքս այդ մարդուն, որ չեմ ճաշնար։ Ես կխոստովանեմ իմ մեղքերս այդ եղբորս, որուն վրա վստահություն ունիմ, որ ինքն գիտեմ, որ ինքը գսիրե ինձ եւ գաղութե իմ համար եւ գոքնե ինձ։ Բայց եկեղեցիի մեջ այս պետք է մեզ միապանություն, հաղորդակցություն, որբեսի այդ քույր եղբայրները միասին իսկապես լույսի մեջ ապրին իրար հետ։ Եվ այն ժամանակ երբ մեղքը գուքա, խոստովանությունով եւ հաղորդակցությունով այդ մեղքը դերը կմաքրե։ Եթե հաղորդակցություն չունիս, քո դեղական եկեղեցիի մեջ քո մեղքերը դա չմաքրվիր։ Համարը գարտացինք չէ, համար 7-ը։ Չի մաքրվիր իմ մեղքերս, եթե ես հաղորդակցության մեջ չեմ իմ սիրելի քույր եղբայրներուն հետ, ուր որ դերը ինձ տրած է։ Անոր համար սիրելի քույր եղբայրներ, հայրենագիցներ, հարգելի քույր եղբայրներ, չգա հավատացյալ մինակ ապրող։ Չի գրնարըլալ մեկը, որ մինակ մնա եւ իր մեղքերը ներվի։ Աստված մեզ միշտ կուղ է հաղորդակցության քույր եղբայրներու հետ։ Թե մարդեմ, զումային չէ, հա։ Զումային չէ, կիլոմետրներով չէ, թե մարդեմ։ Իսկապես թող դերը կանթե այդ բոլոր սատանական հնարքները, որ այսօր եկեղեցիներուն մեջ կա զումային հանդիպումներու, առանց ճանչնալու, առանց հաղորդակցվելու, առանց տեղական եկեղեցի լալու զումային կիլոմետրնային հաղորդակցություններ գնեն եւ եկեղեցիներ կպարսացնեն զումային։ Թող դերը կանթե Հիսուսի անունով, քանի որ այդ սուբկրային չի։ Սուբկրայինը եւ թե մարդեմ ես։ Եթե գա մեկը մի քաղաք, որ եկեղեցի չունի, աղոթենք, թող դեղի եկեղեցի գտնեն։ Գաբեցեք այդ մարդկանց այդ տեղի դեղական եկեղեցին հետ։ Դու քեզի մի քաշեր։ Այս խոսքս հովիվներու, ճագերդյալ հովիվներու եւ առաջնորդներու է։ Հազիվ գլսեմ, որ դեղը մենակ հավատացյալ է, մարդուն կգաբեն իրենց հետ։ Ժողովուրդ, այդ մարդուն գաբեցեք իր դեղական եկեղեցի թող գտնե, այդտեղ, այդ մարդկանց հետ։ Հաղորդակցություն, հաղորդակցություն։ Եվ այդպես է որ մեր մեղքերը կմաքրվի, կսրբվի, կարդարանանք, քանի որ շիտակ տեղն ենք։ Քրիստոսի լույսո մարմինի մեջ, լույսո հաղորդակցության մեջ, սիրո եւ միապանության մեջ, այդպես է որ դերը կբարձրացնե իր եկեղեցին եւ կմաքրե եւ կզորացնե։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Տեսակ 1, 2, 3, 4, 5 անգամ հաղորդակցության մասին գխոսի այս 10 համարներուն մեջ։ Եվ գգաբե Հիսուսի աստվածությունը, լավ լսեցեք, Հիսուսի աստվածությունը, Հիսուսի հայտնությունը, հաճը, հարությունը եւ այլն։ Գգաբե այս բոլորը
մեր ուրախության հետ եւ մեր հաղորդակցության հետ եւ մեր մեղքերու ազատագրության հետ ամենը կապված շահկապված է իրարու հետ դերևս դու չես հասկանար ինչ կապ ունի իմ մեղքի ներումը իմ եղբոր քրոջ հետ հաղորդակցության հետ դու դերևս այդպես կգարձես բայց Հովաննես այդպես չի կարծեր Հովաննես եւ Աստված մեզ ուրիշ բան ցույց կտա հրաշքներ կան այդտեղ բահված որ մենք չենք ապրիր կադի որ մենք խոսքի ինչպես ասեմ խոսքի ընթացքին մեջ չենք ինչպես որ խոսքը մեզ գսորվեցնե այդպես մենք չենք ապրիր եւ քանի որ այդպես չենք ապրիր սիրելի քույր եղբայրներ գդադամսին գտարնան դարիներ կգործընծնենք մեր մեղքերով մեր աղոթները նույն ցևով մեր հավատքը նույն ցևով մեծնալ չկա աջը չկա հոգեվորապես ինչու մեր դերը չենք շատ բարձ է Գենաց բանին վրայով որ սկիզբեն էր որուն լսեցինք աչքերով տեսանք աչքերով նայեցանք մեր ցերկերը շոշափեցին եւ ցանկը հայտնվացավ եւ տեսանք եւ գվգայենք ու ցեսի գբատմենք այն հավնական ցանկը որ հովը կովեր եւ մեզի հայտնվեցավ այն որ տեսանք եւ լսեցինք ցեսի գբատմենք որբեսի թուգալ մեզի հաղորդագից ըլլակ մեր հաղորդակցությունը հորը հետ է ու եւ որդին Հիսուս Քրիստոսին հետ այս բաները գրենք ցեսի որբեսի ցեր ուրախությունը Կադարյալը շարունակեմ ասիգայի այն պատկամը իր մել լսեցինք եւ ցեզի գիմացնենք թե Աստված լույս է եւ անոր մեջ բնավ խավար չկա եթե ասենք թե անոր հետ հաղորդագիցենք ու խավարի մեջ բնվինք սուտ գխոսինք եւ ճշմարտությունը չենք գսեր հաբա եթե լույսի մեջ ենք իրարու հետ հաղորդագից կլանք եւ անոր որդին Հիսուս Քրիստոսի արույնը մեզ ամեն մեղքի կսրբե եթե ասենք թե մեղք մչունինք ինքզիրնից խապենք ու մեր մեջ ճշմարտություն չկա բայց եթե խոստովանենք մեղքերնից հավատարիմ եւ արտարյան մեր մեղքերուն թողություն տալու եւ մեզ ամեն անիրավութենե սրբելու եթե ասենք թե մենք մեղք չկործեցինք սդախոս գծուցնենք Աստված ու անոր խոսքը մեր մեջ չէ եւ այսօր ես կուզեմ հավատալ որ Աստծո խոսքը քո մեջ է որ դու հասկացար այսօր որ լույսի զավակ պետք է լաս հաղորդակցության վրա աշխատիր սիրելիս այսօր այսքանը հաղորդակցության վրա աշխատիր քո եղբայրներու քույրերու հետ հաղորդակցությունը պիտի գաբե քեզ հոր եւ որդվույն հետ եւ այն ժամանակ Սուրբ ոգիով հրաշքներ աջեր օրտություններ պիտի ստանաս ուրդեղ են կալդ պիտի չգիտնաս քանի որ Աստված մեծ օրտություններ պիտի տա քեզ միայն շիրակ տեղը մնա ամեն օրտնյալը լա մեր դերը այս երկեն վերջ կվերակտնենք իրար Արչև տահածունգի եկած աղերսում եմ ով Տեր Աստված արթնացրու ինձ միտքս բացիր ճոխությունը քո հասկանամ ավելացրու հավատքս Կասկածները ինձ չխաբեն տեսնեմ այնպես ինչպես որ կաս որ շուրթերով չպաշտնքես ու հենց այնպես չասեմ դու կաս որ քեզ զգամ դերս այնպես Տեր հզոր Պաշտամունքս դու ես միակ Լրիվ բացիր աչքիս առաջ Այս աշխարհի դեմքը ունայն որ մտքերս չբախտորվեն Որ դրդմության
Ամրության մեջ չլինեմ քեզ անհնազանդ թող փրկության լուրը տվարի հոգուս խարքում ձգվի անհար ու ծառ դառնա բեռնավորվի պատուղներով իր կենարա Կասկածները ինձ չխաբեն տեսնեմ այնպես ինչպես որ կաս որ շուրթերով չպաշտեմ քեզ ու հենց այնպես չասեմ դու կաս որ քեզ զգամ տերս այնպես Հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Գաղութենք դեր իմ Աստված օրհնյալ է քո սուրբ անունը։ Այո, մեզ սորվեցուր ճշմարիտ պաշտենք, էյությամբ եւ ճշմարտությամբ հոգիով լեցված, այն մեծ օրհնություններ, որ դու դվիր քո որդին ղրգելով այս աշխարհ, հավիտենական կյանքը դվիր հայտնվեցավ մեզ, եւ իր միջոցով այսօր մենք կաբրինք այն կյանքը, որ դու կուզես որ մենք ապրենք, քեզ լա փառք դեր իմ Աստված։ Հալելույա, քո հրաշքը կատարյալ ուրախությունը լույսը թող թափի մեր վրա, որ արդար եւ ճշմարիտ լան քեզ հաճելի, այսօր վաղ եւ մինչեւ դու վերադառնաս, այցելես սիրելի ունգընտիրները, ինգածները բարձրացուր, դգարները զորացուր, հիվանդները բժշկե եւ ովներ ցերկդ երգնցուր, որովհետեւ շատեր քեզ ճանաչեն, քայլեն, հաղորդագիծը լան քեզ հետ, հաղորդագիծը լան քո մարմինի հետ եւ օրհնություններ վայելեն, ուրախություններ, հրաշքներ տեսնեն ամեն օր վերած կյանքին մեջ, մեղքերը մաքրվի եւ սրբվի եւ իրենք տեսնեն որ դու նույնն ես երեք այսօր եւ հավիտյան քո մեջ խավար չգա, դու ես այն Աստվածը, որ մեզ սիրեցիր գսիրես եւ մեզ ցերկդ երգնցնես, որ մեզ փրկես եւ ազատագրես, քեզ լա փառք, հիմա եւ միշտ հավիտյանը սավիդենից հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Կուրեղբարներ դերը ցեզ արադաբես օրտնե, մենք եթե դերը գամենան կալչորեք շապտի գշարունակենք մեր այս սերդողությունը։ Շնորհակալ եմ ձեր մասնակցության համար, դեր օրտնեցես այս հաղորդումները կամ այս սերդողությունները կրնակ տեսնել YouTube-ի վրա, Խոսքը TV-ի վրա, Facebook-ի վրա, ուրեմն արեք տարածեցեք շատերը լսեն, տեսնեն։ Ամեն։ Դեր օրտնեցես համբուրում եմ մինչ հաջորդ շաբաթ։